Հագուստի մոդելավորման համար մենք միշտ օգտագործում ենք դասական բազային հիմքի գծագրեր։ Այստեղ տաբատի գծագիր է, ես հիմա կպատճենեմ ամբողջությամբ բոլոր գծերը։ Շաբլոնի կամ լեկալի վրա մենք նշում ենք բոլոր շրջվածքները, դրանք կոնքի գիծն է, նստամկանի ծալքի մակարդակն է, ծնկի մակարդակն է, ֆլաքի գիծն է։ Դա պարզ մոդելավորում է, այստեղ մոդելավորմամբ ուզում եմ ձեզ ցույց տալ, որ կտրել բացել սկզբունքով ես կարող եմ ստանալ լայն տաբատ ներքևի հատվածում վերևը նստածրած։ Մոդելավորման համար ես օգտագործել եմ այս փոքրիկ սեղմունը։ Սա սլաքի գծի կետիկներն են, ես գծում եմ սլաքի գծի ուղղությունը։ Սա կլինի կտրման գիծը։ Սա կտրվում է մինչև սեղմոնի գագաթը։ Սեղմոնը փակում է։ Փակելով այս փոքրիկ սեղմոնը, ուշադրություն դարձրեք սեղմոնի խորությանը, շատ փոքր է, ներքևի հատվածում ես ստանում լայն տաբատ, լայնացող տաբատ։ Լայնացող տաբատների կողքի կարերը լավ կլինի, որ լինի ուղիղ։ Ձեր աշխատանքը ավելի գեղեցիկ, ավելի պատկերավոր տեսնելու համար լավ կլինի օգտագործել գունավոր թղթեր։ Մոդելավորման համար ես օգտագործում եմ 4 սոսից։ Տաբատի կողքի կարի լայնացումը կարող է լինել ինչպես մինչև կոնքի մակարդակ, որտեղ որ ես նշել եմ, կամ կոնքի այս գծով ուղիղ ներքև, նայած թե որքան եք ուզում որ լայնությունը լինի։ Դա համարվում է շատ լայն տարբերակ։ Իսկ այստեղ ես լայնություն չեմ տվել ներքևի հատվածում, պարզապես գիծը ուղիղ գիծ եմ գծել։ Քալքի գծում կարող է մնալ այնպես, ինչպես որ կա։ Ես ստացա տաբատ, որտեղ ոտկատեղից մինչև այս հատվածը ընդգրկող է, նստածրած է, չկա սեղմոն, ներքևի փեշաբերանը լայն է։ Ստացվում է բազային հիմքի գծագրից ես ստացա նոր մոդել։